ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքերի ցանկի ուսումնասիրության հետքերով Factor TV-ն Սևանի ափին է։ Խոսքն այն մասին է, որ Սևանի ափի նախկին եւ ներկա պաշտոնյաները էժան գներով տարածքներ են ձեռք բերել եւ այնտեղ կառուցել են շքեղ առանձնատներ կամ հանգստյան գոտիներ։ Գլխավոր դատախազությունը նախաձեռնել է գործընթաց, որով առաջարկում է այդ գույքերը կամ քանդել կամ վերադարձնել պետությանը։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեկտեմբերի 11-ի կառավարության նիստում հրապարակեց ապամոնտաժման ենթակա գույքերի սեփականատերերի անունները։ Հայտնի գույքեր են, մեկը Հարսնաքարն է, մեկը Վլադիմիր Գասպարյանի նախկին փոխոստիկանապետին պատկանող առանձնատունն է, մի մասը 0-ից ցածր է, մի մասը չէ։ Գույքերից մեկը Նորայր Փանոսյանինն է պատկանում, իհարկե այս բոլոր գործարքները չեն կնքվել ուղիղ այս պաշտոնատար անձանց հետ, հիմնականում կնքվել են մայրերի, զոքանչների կամ իրենց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց հետ, այսինքն անձինք որպես իրական շահառուներ են տեսանելի։ Առանձնատունը, որի մասին նշեցի, եւս պատկանում է Ռուբեն Հայրապետյանին, մի գույք կա, որը պատկանում է Սասուն Միքայելյանին։ Սա Ռուբեն Հայրապետյանին պատկանող հայտնի Հարսնաքար ռեստորանահյուրանոցային համալիրն է։ Ընդհանուր տարածքը, որի վրա գտնվում է նաև ռեստորանը, 2.8 հեկտար է։ Factor TV-ն դեռ 2018 թվականին էր բացահայտել, որ տարածքի 1 քառակուսի մետրի համար հանրապետական նախկին պաշտոնյան վճարում է ընդամենը 37 դրամ։ Հարսնաքարի հակառակ ափին էլ գտնվում է Վլադիմիր Գասպարյանի ամառանոցը։ Երկու պարսպով է պաշտպանված նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի շքեղ առանձնատունը։ Գույքը գրանցված է նրա զոքանչի անունով։ 7400 քառակուսի մետր տարածքի վրա ոչ միայն շքեղ առանձնատունն է, այլ նաև մատուռ եւ 10-ից ավելի այլ շինություններ։ Նախկինների հետ օրենքը խախտողների ցանկում է նաև ՔՊ անդամ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։ Նրա շինությունները եւս ապամոնտաժման ենթակա են։ Դատախազությունը հայտնում է Սասուն Միքայելյանի եւ Սևան ազգային պարկի միջև կնքված վարձակալության պայմանագրերում հայտնաբերել են խախտումներ։ Իշխանությունը Սասուն Միքայելյանի հետ կապված գործը մատնանշելով հավանաբար ցույց կտա, որ կոռուպցիայի դեմ պայքարը չի շրջանցում նաև յուրայիններին։ Սակայն նկատենք, որ Միքայելյանի հանգստյան գոտու քրգործով որևէ մեկն այս պահին մեղադրյալի կարգավիճակ չունի։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը թե նախկինների, թե ներկաներին պատկանող գույքերը ցանկանում է հողին հավասարեցված տեսնել։ Եթե որպես գլխավոր դատախազ իմ կարծիքը հարցնեք, ես կարծում եմ դրանք պետք է հողին հավասարացնել, քանդել եւ դրանով ցույց տալ, որ նմանատիպ վարքագիծը երբևէ ընդունելի լինել չի կարող եւ չի կարող գոյություն ունենալ իրականության մեջ։ Սևան ազգային պարկի տարածքում քանի օրինական եւ քանի անօրինական գույք կա, այս հարցի պատասխանը չկա։ Սակայն կառավարությունը դեռ 2018 թվականից էր ուսումնասիրություն սկսել։ Անցել է 7 տարի եւ արկա մի քանի 100 գույքերի ֆոնին ընդամենը 3-4 հատի հետ կապված է վերադարձի առարկայական գործընթաց սկսվել։